Բալասանյան, Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրի թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, ուղղակի անունն է փոխված, եւ Իրանը միանշանակ դեմ է թրիփ անունով այդ նախագծին։ Ինչ ենք մենք հասկանում, ինչու է հենց Իրանը ամենաբարձր մակարդակներից մեկով հայտարարում այս ամենի մասին, ու ինչու հենց հիմա, երբ որ աշխարհաքաղաքական այս բուրըն զարգացումների կիզակետում ենք։ Դա նշանակում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը զգուշացնում է տարածաշրջանի պետություններին չմտնել այդ արկածախնդրության մեջ եւ չփորձել դա քողարկել այսպես տնտեսական հրաշքներով կամ նոր վասյուկիներ կառուցելով։ Բոլորն էլ գիտեն, որ Տրամպի ուղին դա նույն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունն է եւ ավելին, սա նշանակում է, որ Իրանի հոգևոր ռազմական եւ քաղաքական իշխանությունների միջև ամեն դեպքում կա տարաձայնություն եւ վերջի այս վելայեթի հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ վկայում է այն մասին, որ ըստ էության Իրանում հաղթել է այսպես պայմանական ասած այդ թևը եւ իրենք ուղիղ կերպով նախազգուշացնում են առաջին հերթին իհարկե Հայաստանին, քանզի Հայաստանի տարածքով է անցնելու այդ ճանապարհը։ Եվ սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, թե այն խոսքերը, որ Իրանի մտահոգությունները փարատվել են, որ Իրանը տվել է իր համաձայնությունը եւ այլն, սրանք լոկ խոսքեր են։ Այդ մասին մենք շատ ենք խոսել, շատ ենք զգուշացրել եւ Իրանը թույլ չի տալու, այդ մասին վելայեթին էլ ասեց, տարատեսակ կազմակերպությունների եւ առհասարակ օտար ուժերի արկայությունը տարածաշրջանում։ Այն, որ թրիփը օգտագործվելու Իսրայելի կողմից Իրանի սահմանի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, դա բոլորիս համար է ակնհայտ։ Ուղղակի զարմանալի է, որ այդ մասին մենք իմանում ենք Իրանից եւ կրկին զարմանում ենք ակնհայտի վրա։ Իսկ դա պարզ է, որ թրիփի ճանապարհը մեծ հաշվով թրիփը դա Տրամպին պետք էլ չի ըստ էության։ Դա պետք է այն գլոբալ ուժերին, ովքեր ցանկանում են նախ առաջինը թուրանականության այդ գաղափարը առաջ տանել եւ երկրորդը հսկողության տակ վերցնել Իրանի սահմանը ապագայում Իրանի նկատմամբ ինչ որ գործընթացներ իրականացնելու համար։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ իսրայելական լրատվամիջոցները հայտնում էին, որ օրեր առաջ Բաքու է ժամանել Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որում գաղտնի։ Եվ թեմաներից մեկն է եղել է Ադրբեջանի Ռաֆայել հրթիռների մատակարարումը։ Իրանը սա լավ գիտի եւ արդեն նախազգուշական որոշակի ազդակներ գնացել է Բաքվին չփորձել արկածախնդրության դիմել։ Վելայեթի այս հայտարարությունը եւ հանդիպումը դեսպանի հետ կարծում եմ նաեւ այս շարքից է։ Իրանը նախապատրաստվում է իսրայելական ագրեսիայի, իսկ ագրեսիան պարտադիր չի, որ լինի միայն հրթիռների տեսքով, դա կարող է լինել նաեւ բլոկադայի տեսքով, հաշվի առնելով Իրանի ցամաքային կապը Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ, որտեղից էլ կարող է Իրան օգնություն գնալ անհրաժեշտության դեպքում։ Խոսք էր գնում նաև, որ ռուս գործընկերների հետ եւս խոսակցություններ եղել են թրիփի մասով։ Հիմա ինչ ենք հասկանում։ Մի կողմից խոսք է գնում Ռուսաստանի մասով թրիփի նախագծի, որ իրենք կողմ չեն եւ այլն, ու նաև Իրանը նշել էր, որ ռուս գործընկերները թեկուզ եւ այս պահին որևէ անմիջապես չարտահայտ են իրենց դժգոհությունը, մեկ է Իրանի դժգոհությունը ակնհայտ է, բայց նաև այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանից հնչում է հայտարարություն, որ ռուս գործընկերները պատրաստ են Հայաստանի հետ համագործակցել թրիփի մասով։ Այս ամենը ինչ է նշանակում։ Դա եթե Ռուսաստանը մտավ գործընթացի մեջ, նշանակում է թրիփի հետ կապված Զանգեզուրի միջանցքի սցենարը չի լինելու։ Իրանը սա է ըստ էության այս ազդակն է ուղարկում բոլորին։ Նաև եթե Ռուսաստանը մտավ թրիփի մեջ, ուրեմն Թուրքիան չի մտնելու։ Եվ այդ պարագայում թուրանականության գաղափարն է դուրս գալու եւ հետաքրքրությունը Թուրքիայի համար կորցնելու է ըստ էության։ Այսինքն ինքը դառնալու է լոկ տրանսպորտային հանգույց, որի նկատմամբ իհարկե հսկողությունը սահմանում իրականացնելու է Մոսկվան, եւ սա էլ ըստ էության որոշակի այսպես ազդակ է լինելու Իրանին, որ ռուս սահմանապահներով են անցնելու բոլոր այն բեռները, որոնք ուղևորվում են դեպի Բաքու։